Ես արդեն ասեցի խաղային ոլորտից, քրեական ենթամշակույթ գրող անձինք եւ թռվելիքների բիզնեսի մեջ չեմ խուսափում, ես ասել չեմ ցանկանում Վալենսի նախաբանում ասեցի, ասեք, խնդրում ասեք։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով։ Դուք ձեր վերջին նախագիծը բերել եք, բազմաթիվ թվեր ու բաներ եք հնչեցնում, որ զորակոչի լուրջ խնդիր կա Հայաստանում։ Այս նախագծի շրջանառության մեջ դրվելու հետ կապված ձեր կողմից դիրքորոշումը ինչպես է։ Շնորհակալ եմ։ Սա հակադրության մեջ չես նախաձեռնությունը ՊՆ-ի, այն հայտարարությունների հետ նաև որոնք դուք եք անում։ Նաև եք պատասխանում։ Պատճառ կարող է դա լինել։ Բայց հարց է, եստեղ դուք չպատասխանեցիք, ուզում եք ստանալ այն հարցերի պատասխանը, որը ձեզ եք։ ՊՆ փոխնախարարը հայտարարեց, որ կա զորակոչի Հայաստանում։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, տեսեք, ես շատ ուրախ եմ, որ իմ օրենսդրական գործունեության հետ կապված հարց եք տալիս, քանի որ բամբասանքներին եւ այլ նյութերին ցանկություն չունեմ մեծ հաշվով պատասխանելու, նոր փորձեցի հնարավորինս պատասխանել այն հարցերին, այլևս չեմ անդրադառնա, հիմա անդրադառնանք այն հարցերին, որոնք կապված են իմ օրենսդրական գործունեության հետ։ 2024 թվականի տարեսկզբին ես ուսումնասիրելով զորակոչի հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում 2022-2023 թվականների ծայրահեղ ծանր վիճակը մի շարք օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել եւ նաեւ քննարկումներ եմ ունեցել Պաշտպանության նախարարության հետ, դրա հետ կապված վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ստեղծվել էր, որպեսզի քննարկվի նաեւ իմ կողմից ներկայացված զորակոչի հետ կապված խնդիրները։ Սրա հետ կապված ես 5 քայլով էի հանդես եկել, այդպես էր պայմանական կոչվում, որպեսզի լուծենք զորակոչի հետ կապված խնդիրները եւ այդ քայլերից մեկը այո հենց պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի սարքելն էր, բայց նաեւ այլ կարեւոր հատվածներ կար օրենքի նախագծի մեջ, որը ես շրջանառել էի։ Հատկապես ամենակարևորներից մեկը, որը ես ցանկանում հիմա նշել եւ նաեւ լրագրողներին ասել, որպեսզի դուք նաեւ այս սրա հետ կապված աշխատանք ունեք կատարելու, իմ ասեմ որն է դա։ Խոսքը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների քաղաքացիությունից հրաժարվելուն մինչև 18 տարին լրանալը եւ ես թվեր էի հրապարակում, որ այս տարի կամ հաջորդ տարի բանակ զորակոչվողների 7%-ը կամ 8%-ը արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն եւ մեծ թվով քաղաքացիներ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի հետագայում չզորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Օրենքը տապալվեց ընդդիմության դեմ քվեարկելու եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչյանի ձեռնպահ քվեարկելու արդյունքում կամ հետևանքով։ Հիմա ես կցանկանամ, որպեսզի դուք լրագրողները հարց տաք ընդդիմադիրային պատգամավորներին, ովքեր դեմ քվեարկեցին եւ տապալեցին նախագիծը եւ նաեւ մեր մյուս գործընկերոջով ձեռնպահ քվեարկելով տապալեց նախագիծը, որպեսզի կներեք ավարտում եմ, որպեսզի հասկանանք օրենքի տապալումից հետո ամառվա ընթացքում հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին քանի անձ է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, նրանցից քանիսն են եղել արական սեռը մինչև 18 տարեկան եւ պարզ կդառնա նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Նախագծին հենց որ կառավարությունն է շրջանառության մեջ դրել, դուք դրան ո՞նց եք վերաբերվում։ Վերաբերվում է 2 տարին տարուկես սարքելուն, դա անհրաժեշտ քայլերից մեկն է, որը պետք է տեղի ունենա զորակոչի հետ կապված խնդիրը լուծելու համար։ Հիմա ասեմ ոնց է լինի։ Զորակոչի հետ կապված խնդիրների մի զգալի մասը գալիս են առողջական խնդիրներ ունենալու պատճառով բանակից խուսափելով կամ առողջական թղթեր սարքելով ոչ պիտանի ճանաչվելով զորակոչի չներկայանալով եւ զորակոչից ազատվելով։ Ես ինչ էի առաջարկում, ես առաջարկում էի որպեսզի խստացնող մի շարք օրենքներ ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, դրա արդյունքում մեծանա զորակոչը եւ զորակոչի մեծանալը մեզ հնարավորություն տա զորակոչի ժամկետը կրճատելու։ Տեսեք, եթե մենք օրինակ կնդիցուկ, եթե մենք ունենանք 2 զինծառայող, ովքեր ծառայում են 2 տարի ժամկետով, մենք ունենում ենք 4 տարվա պարտադիր զինվորական ծառայություն, ճիշտ է։ Եթե մենք ունենում ենք 3 ժամկետային զինծառայող, ովքեր ծառայում են ամեն մեկում 1.5 տարի, մենք ունենում ենք 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչ եմ ուզում ասել։ Եթե մենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատում ենք 25%-ով, բայց կարողանում ենք 25%-ով կամ ավելի մեծ տոկոսով բարձրացնել զորակոչի թիվը, ունենում ենք միավոր ժամանակահատվածում ավելի մեծ թվով զինծառայողներ։ Այսինքն, եթե 2-ի փոխարեն մենք ունենում ենք 3 զինծառայող,
մենք կարողանում ենք 4 տարվա փոխարեն ունենալ 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Կներեք, պատասխանում եմ հարցին, շատ կարևոր հարց է։ Ասեք, լսում եմ։ Հիմա ինչա նախատեսվում։ Ես առաջիկայում փորձելու եմ նկրկին շրջանառության մեջ դնել իմ օրենքի նախագիծը, որպեսզի կանխեմ այն արատավոր երևույթը, որը կա Հայաստանի ըստ իս պետք է խնդիրներ լուծեն փաթեթով, որպեսզի մենք երբ խրախուսում ենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելով ժամկետը, դա խրախուսող նորմ է, մենք նաև սահմանափակելով մյուս արատավոր կետերը, որոնցով քաղաքացիները հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, փորձենք զորակոչի թիվը մեծացնել, որպեսզի միավոր ժամանակահատվածում չունենանք զորակոչիկների թվի նվազում։ Սա իմ առաջարկը։ Նիկոլ Փաշինյանի WhatsApp-ի նամակը, որով դուք կներեք, խնդրում եմ, մեր այդպես հարցը մի տվեք։ նորություն չի ԿՊ-ում։ Չկա նման անհանգստություն։ Ես ուզում եի հարցնել օրինագիծը հիմա ինչ փուլում է, եւ դուք նաեւ տոկոսներով եք խոսել, որ 18 տարին լրացածների քանի տոկոսն եք դինում պարտադիր ժամկետային ծառայության։ Որքանով է ճիշտ է տոկոսներով խոսելը եւ կա դրա իրավունքը։ Հայո կա դրա իրավունքը, տոկոսներով խոսալու նպատակը նա է, որպեսզի մեր հանրությանը բացատրենք, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ փոփոխություններ պետք է կատարենք, որպեսզի այս իրավիճակը մեղմվի։ 2022 եւ 2023 թվականներին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների 31.4% միայն։ Այսինքն մոտ 70%-ը չի գնացել պարտադիր զինվորական ծառայության, ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ես նաև հանձնաժողովի նիստում մանրամասն նշել եմ, թե քանիստ են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, քանիստ են մեկներ ուսման չեն ներկայացել ուսման գնալուց հետո, քանիստ են առողջական խնդիրների պատճառով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ այս ուսումնասիրությունը ես անում եմ դեռևս 2019 թվականից եւ հաճախ խոսք է գնում եւ այո վարչապետին ներկայացրել եմ եւ հաճախ եւ խոսքը գնում է որ Հայաստանում բանակը կամ Սարգսյան Հայկի նախագիծը վերաբերվում է նրան որպեսզի աղքատները ծառայեն եւ հարուստները չծառայեն ես պարզ բան եմ ասում դեռևս 2019 թվականին ես հարցում եմ արել այն ժամանակվա կրթության նախարարին հետեւյալն է եղել Քանի քաղաքացիներին արական սեռի մեկնել Հայաստանից ուսման նպատակով ստացել տարկետում, նրանցից քանիսն են վերադարձել։ Եվ հարցման պատասխանը նախարարի ստորագրությամբ եկել է, որ կրթության նախարարությունը նման հաշվառում չունի։ Այսինքն մենք տարիներով տվել ենք տարկետում մեծահարուստների կամ հարուստների երեխաներին, որտեղ նրանք կարող են ուսման մեկնել լավագույն համալսարանները աշխարհի, Լոնդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլն, եւ փաստացի որևէ հաշվառում չի վարվել, նրանք հետ վերադառնում են, թե ոչ, մինչ օրս էլ նման հաշվառում պատշաճ չի վարվում։ Եվ մենք տարիներով շարունակ տալիս ենք տարկետում այս խմբի անձանց, ովքեր ենթադրաբար հարուստ են կամ առնվազն աղքատ չեն, նրանք մեկնում են եւ մեծամասամբ չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն, մինչեւ 27 տարին լրանալը, որտեղ ուսում են ստանում, ծախսում են մեծ գումարներ։ Հիմա կներեք, հիմա ասեմ։ Եվ նաեւ ունենք մեծ խումբ քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչեւ 18 տարին լրանալը։ Եվ 18 տարին լրանալուց հետո նրանք այլևս զինապարտ չեն։ Իմ հարցերը բարձրացրած եւ իմ նախագծերը վերաբերվել են այս կետերին, որպեսզի մենք փակենք քաղաքացիությունից հրաժարվելու ճանապարհը, որպեսզի մենք փակենք ուսման նպատակով տարկետում ստանալու եւ դուրս մեկնելու ճանապարհները եւ նաեւ փակենք առողջական խնդիրների պատճառով ծառայությունից խուսափելու ճանապարհները։ Սրա արդյունքում ունենանք զորակոչի միջև կրկնակի աճ, այսինքն 31%-ի փոխարեն բանակ զորակոչվի 60%-ը, սրա արդյունքում կարողանանք նաև ծառայության ժամկետը կրճատենք եւ դա նպաստ կբերի այն քաղաքացիներին, ովքեր այսօր ուզեն մեկնում են ծառայության, որովհետեւ չունեն հարուստ ծնողներ, չեն կարողանում մեկնել արտերկրի սովորելու, չեն կարողանում հրաժարվել քաղաքացիությունից կամ չեն կարողանում այլ միջոցով ստանալ ոչ պիտանելիության թուղթ։ Սա է ամբողջ նախագծի իմաստը։ Դուք Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի միջև կապ տեսնում եք արդյոք թե ոչ եւ կարծում եք որ այդ կապը որևէ ազդեցություն ունի այս պատմության վրա։ Ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին։ Դուք լրագրող եք, դուք կարող եք այդ հարցի պատասխանը Եվ ասում եք, որ այդ ամբողջ խնդիրները լուծելով, հետո նաև հնարավորություն կստեղծվեր կրճատել ծառայության ժամկետը, երբ որ կբարձրանա զորակոչվողների թիվը։ Հիմա այդ ամբողջը չլուծված զորակոչի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է։ Սա ինչ խնդիր կարող է առաջացնել։ Տեսեք, իմ նախագիծը, որ ես շրջանառել էի, կառավարության նիստում, այո, փաթեթային լուծումը, կառավարության նիստում ստացել է դրական եզրակացություն եւ զեկուցողը պաշտպանության նախարարներ
ով իմ բարձրացրած խնդիրները երկրորդում էր եւ ասում էր այո մենք ունենք նման խնդիրներ կապված զորակոչի թվի հետ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ մյուս դեպքերի հետ եւ ասում էր որ անհրաժեշտ է որպեսզի մենք ընդունենք падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառված օրենքի նախագիծը Նախագիծը տապալվեց ազգային ժողովում, որովհետև ընդդիմադիր մեր գործընկերները եւ նաեւ իշխանության գործընկերներից մեկը արդեն նշեցի, դեմ քվեարկեցին հանձնաժողովին։ Հիմա ես պատասխանում եմ ձեր Պիտի չընդունվի թե փաթեթային ճիշտ է անել, թե ոչ։ Ես իմ կարծիքը եւ նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնական կարծիքը եւ նաեւ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, որը եկել է ազգային ժողով, հետեւյալն է, որ այո, պետք է խնդիրները լուծվեն փաթեթային։ նախագիծ են դրել, որը փաթեթային չի, պարոն Սարգսյան։ Ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք։ Ես սրա հետ կապված օրերս նաեւ գրություն եմ գրել պաշտպանության նախարարին, շնորհակալություն եմ հայտնել, որ իմ առաջարկած կետերից մեկը պաշտպանության նախարարությունը շրջանառել է, նաեւ Իմ գրության մեջ հայտնել եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում եմ, որ այս խնդիրները պետք է լուծվեն փաթեթային, որովհետև մենք սրա միջոցով պետք է նաև կանխենք քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Բանավոր զրույցում նախարարը ասել է, որ կիսում եմ կարծիքը եւ առաջիկան պետք է քննարկումներ ունենա։ Պարոն Սարգսյան, Սրանք դեպքում բաց շորժայի հետ կապված դեզ է։ Չեմ ցանկանում այդ հարցերի պատասխան։ Ուղղակի մեջ է ներառված, բայց ինչ որ խնդիրներ կա դրա հետ կապված, որ Ալեն Սիմոնյանը դիմել է։ երբ որ դիմել են հա ձեր հարցով հիմքում ինչ են դրել, դա Ես դրա հետ կապված արդեն ասեցի, խնդրում եմ նման այլ հարցեր, եթե օրենսդրական նախագծերի հետ կապված հարցեր ունեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ուրիշ հարց կա։ Ասեք։ Չեմ ցանկանում, կներեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ասեք, խնդրում եմ Շողիկ ջան։ Չեմ ցանկանում։ Հարցազրույց չի շողի։ Արեգ ջան, չեմ ցանկանում ձեր հարցին պատասխանել։ Ունեք այլ հարց, ասեք։ որովհետև կարծում եք որ խնդիրներ կառաջանան ձեր համար։ Ասեք լսում եմ։ Հիմա փաթեթը, որ դուք շրջանառել եք, հետո մերժվեց, այստեղ դուք պատրաստվում եք, ինչ որ այնտեղ հայտարարություն եղավ, որ կաշխատեք, հետո նորից դա կլինի։ Ի պատրաստվում եք այս օրինակես նախագիծը, որ բերեն, նաև կրկին այդ փաթեթը ներկայացնելու։ Ես դրական եզրակացություն ստացած նախագիծը մի փոքր խմբագրել եմ եւ նորից կարծիք եմ ուղարկել կառավարության գործընկերներին աշխատանքային կարգով։ Նորից նույն պատասխաններն են եկել, որ կառավարության գործընկերները կողմ են նախագծին եւ եկել են այն առաջարկները, որոնք եկել են նախկինում, որոնց մեծ մասը տեխնիկական են, ես ընդունել եմ։ Եվ նաև նախագիծը ես շրջանառել եմ մեր գործընկեր падգամավորների միջև, ուղարկել եմ քաղաքացիական պայմանագրի խմբակցության բոլոր падգամավորներին դեռևս հունիսին, խնդրելով մինչև սեպտեմբերի 15-ը տալ առաջարկներ կամ կարծիքներ եւ 2-3 ամսվա ընթացքում որևէ քաղաքացիական պայմանագրի խմբակցության падգամավոր որևէ կարծիք ոչ գրավոր, ոչ բանավոր ինձ սրա մասին չի հայտնել։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Ինչու եք այդքան շահագրգռված այս նախագծով։ ես ինչու եմ շահագրգռված նախագծով, դրա մասին տևական խոսել եմ եւ ներկայացրել եմ լրատվական կայքերին։ Հիմա ասեմ ինչու եմ ես շահագրգռված եղել, որովհետեւ տեսել եմ խնդիր, որ չի կարող լինի մեր երկրում, երբ մենք ունենք անվտանգային խնդիրներ, բանակ զորակոչվի, զորակոչի ենթականների 31.4%-ը։ Եթե որևէ մեկը գտնում է, որ այստեղ խնդիր չկա, ես չեմ կիսում իր կարծիքը եւ գտնում եմ, որ կա խնդիր։ Եվ իմ շահագրգռվածությունը միայն կապված եղել սրա հետ, որպեսզի ես փորձեմ իմ օրենսդրական գործունեությամբ ի նպաստ մեր երկրի բարձրացնել զորակոչի թիվը։ Սա եղել է ամբողջ խնդիրը։ 30%-ն է զորակոչվում, մյուս կողմից էլ կրճատվում է։ Դուք դեմ կքվեարկեք, եթե այդ տեսքով գա։ Հիմա տեսեք 2024 թվականից, երբ ես այս վերլուծությունները ներկայացրել եմ կառավարությանը, արդեն իմ առաջարկած մի շարք կետեր իրականություն են դարձել եւ զորակոչի թիվը բավականին բարձրացել է։ Այսինքն հիմա ոչ թե բանակ է զորակոչվում 31%-ը, այլ շատ ավելի մեծ տոկոսով քաղաքացիներ։ Այո, շարունակում է մնալ խնդիր, բայց 31%-ից ահագին բարձրացել է այս զորակոչի տարիքը կրճատել նախընտրական փուլում, սա քաղաքացիներին այսպես շահագրգռելու նպատակով չի արվում, եթե խնդիրները լուծված չեն։ Զորակոչի ժամկետի կրճատման մասին դեռևս 2018 թվականից խոսակցություններ կային, այն ժամանակ դեռևս նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր այս մասին խոսում հիմնականում փակ քննարկումների ժամանակ։ Տեսեք, երբ մենք խոսում ենք ժամկետային զինվորական ծառայությունից, մենք աշխարհում պետք է նայենք նաև օտարերկրյա փորձը, պետք է նայենք նաև մեր հարևաններին եւ ինչա տեղի ունենում աշխարհում։ Օրինակ մեր հարևան Վրաստանը 1 տարի է պարտադիր զինվորական ծառայություն, Ադրբեջանը 1.5 տարի է,
եւ այսպես շարունակ կան երկրներ, որ ավելի քիչ ժամկետով է պարտադիր զինվորական ծառայությունը։ Մենք պետք է հասկանանք, մեզ ինչ է պետք պարտադիր զինվորական ծառայությունից։ Իմ գնահատմամբ մեզ պետք է, որպեսզի մենք կարողանանք մեր զինծառայողներին հնարավորինս մեծ թվով զորակոչ ապահովել եւ հնարավորինս կարճ ժամկետում նրանց պատրաստել եւ ուղարկել պահեստազոր։ Այսինքն, որպեսզի մենք նրանց չպահենք 2 տարի ժամկետով, նրանց վրա ծախսենք օրական 3000 եւ պլյուս դրամ սննդի վրա, հագուստի վրա եւ այլն, մենք պետք է փորձենք կատարելագործել մեր պատրաստության ժամկետը, որպեսզի մենք նույն պատրաստությունը, որը տվել ենք նախկինում 2 տարի ժամկետում, տանք 1.5 տարում կամ եթե հնարավոր է ավելի կարճ ժամկետում նախագծին կողմեմ եւ գտնում եմ, որ պետք է մյուս փաթեթային լուծումները պետք է սրա հետ զուգահեռ արվեն։ Եթե չեն արվում զուգահեռ։ Կարվեն, վստահ եմ, որ կարվեն։ Պաշտպանական բյուջեում 15% կրճատում է իրականացվելու պաշտպանական ծախսերի հետ կապված 2026 թվականին։ Սրա հետ կապված վարչապետը տվել է հիմնավորումներ, տեսեք, դինամիկայի մեջ երբ նայում ենք, պաշտպանական ծախսերը չեն նվազել։ Նախորդ տարվա համեմատ նվազել են, բայց 2-3 տարվա առաջվա համեմատ աճը պահպանվում է։ Այսինքն մենք 2024-ին ունեցել ենք կտրուկ աճ, կապված եղել գնումների հետ, հիմա այդ գնումները չունենք, աճը դինամիկ շարունակելու է, այսինքն այն աճը, որ եղել է 2018 թվականից պահպանվում է։ Բայց այսինքն նաև խնայողություններով եք գործում այդ հարցերը լուծել, այսինքն Տեսեք, նաև խնայողություններով ենք լուծում եւ նաև ես մեկ այլ կարևոր նախաձեռնությամբ նույնպես հանդես եմ եկել, դրա մասին գրավոր հայտնել եմ նաև կառավարության ղեկավարին եւ պաշտպանության նախարարությանը, որն է եղել դա, ես գտնում եմ, որ պաշտպանության նախարարության գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Այսինքն այն գնումները, որոնք անմիջապես կապված չեն զենք զինամթերքների հետ, դիրքերի հետ, պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորին շատ մատակարարներ մասնակցեն մրցույթներին։ Կապված օրինակ սննդի մրցույթների հետ, հագուստի մրցույթի հետ, ատոմի մածուկի մրցույթների հետ, դրանք պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորին շատ բիզնեսմեններ մասնակցեն, ինչու չեն շատերը մասնակցում փակ ընթացակարգով մրցույթներին, որովհետև պարտադիր պահանջ կա, որ պետք է ԱԱԾ-ով անցնեն որոշ աշխատակիցներ, նվազագույնը 3 աշխատակիցներ, պետք է ունենան այդ ընկերությունները գաղտնի բաժին, գաղտնի թղթաբանություն, ունենան փակ ինչ-որ կահավորված սրահներ եւ այլն, եւ բազմաթիվ բիզնեսմեններ ուղղակի չեն ցանկանում փակ ընթացակարգերով մրցույթների մասնակցելու։ Սրա արդյունքում մասնակցում են քիչ թվով ընկերություններ եւ ունենում ենք հաճախ որակի գնի հետ կապված խնդիրներ։ Առաջիկայում եւ գնումները նախատեսվում է իմ առաջարկը ընդունվել է, մենք նաև ազգային ժողովում քննարկում ենք անցկացրել պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ եւ իմ առաջարկը ընդունվել է եւ առաջիկայում նախատեսվում է որ 2026 թվականին գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Սրա արդյունքում վստահաբար մենք 2026-ին կունենանք եւ խնայողություններ եւ որակի բարձրացում։ 2022-2023 թվականներին։ 2024-ին ունեցել ենք մոտ 4% աճ, 2025-ը դեռևս չենք կամփոփել, առաջիկայում կամփոփել։ Այն հարցին, որ Ադրբեջանը վերահսկում է, որպեսզի մեր բանակը զենքով, զինամթերքով չզինվի, իսկ ինքը ամեն օր զենքեր է գնում։ Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ Ադրբեջանը հսկում է, որպեսզի մենք չզինվենք, մենք ունենք մեր քաղաքականությունը, Ադրբեջանը իր քաղաքականությունը, մենք գնում ենք լուծելու մեր խնդիրները, որոնք մեր երկրի առջև ծառացած է։ Այդ հարցերը առաջացնում են, որ Ադրբեջանը օրորի զինվում է, իսկ մենք որոշում ենք պետք է խնայողություն անենք, մասնավորապես պաշտպանական։ Դա անցալելի չէ։ Խնայողությունները միշտ պետք է անել, եթե որևէ ապրանք կարող է ձեռք բերել, օրինակ 1000 դրամ ավելի պակաս գնով, դու պետք է փորձես դա ձեռք բերել 1000 դրամ ավելի պակաս գնով, որպեսզի ավելի արդյունավետ ծախսես քո միջոցները։ Տեսեք, պետական բյուջեն դա բոլորիս հավաքական բյուջեն է, 3 միլիոնից հավաքական գումարն է եւ մենք պետք է փորձենք դա ծախսել արդյունավետ։ Գնումները կատարել թափանցիկ արդյունավետ, որպեսզի կատարենք բարձր որակի գնումներ հնարավորինս էժան գներով, սրա արդյունքում ունենալով խնայողությունները ուղղելով այլ ավելի արդյունավետ ծախսերի։ Շնորհակալ եմ։